Բարի ողջույն հարգելիներս, դուրս եմ գալիս եթեր և շատ մտահոգ եմ, որովհետև դեպքերը, որոնք կատարվում են այսօր Հայաստանում, դրանք կապված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ապագայի, այլև մի քանի կարևորագույն լրացուցիչ հարցեր են առաջ գալիս, այդ ինչու և որ դրդապատճառներով են, որ վերջին 30 տարվա ընթացքում կապիտալ կուտակած հայ խոշոր գործարարները կամ միլիարդատերերը հայտնվում են հետապնդման տակ, որոնք են այդ հետապնդման տրամաբանությունը։ Ժողովրդական տարածքում խոսակցությունները կաշառակերության մասին պետք է դնենք մի կողմ, դրանք հետաքրքիր են այնքանով, որքանով կապիտալը հայտնի կերպ է ձևավորվում, ինչպես ընդունված էր ամերիկյան կապիտալի աշխարհում առաջին միլիոնի վերաբերյալ, առաջին միլիոնի մասին դժվար է որևէ բան ասել, բայց դրանից հետո բոլոր միլիարդատերերը կարողանում են բացատրել, թե որտեղից իրենց մոտ այդ գումարները կուտակվեցին։ Հիմա վերջի 30 տարվա ընթացքում Խորհրդային Միության տապալումից հետո հայ ժողովրդի խարիզմատիկ ներկայացուցիչները կարողացել են կապիտալ ստեղծել։ Եվ այդ կապիտալ ստեղծողներից տասնյակը, եթե չասեմ հարյուրյակը գտնվում են Ռուսաստանում։ Ռուսաստանի տարածքում հնարավորություն է տրվել ձևավորելու կապիտալ եւ այդ կապիտալի ձևավորողներից, եթե դուք հիշում եք այդ ողբերգական ընթացքը մեր կապիտալ ունեցողների, ամենաառաջի կապիտալի տերը մահացավ չքավորության մեջ Հայաստանում, անունը չեմ ուզում տալ, Ստեփանավան քաղաքում մահացավ չքավորության մեջ։ Անունը չեմ տալիս ոչ թե նրա համար, թե չեմ հիշում, այլ չեմ ուզում, որ այդ մարդու կատարած ամբողջ աշխատանքը այդպես ներկայացվեց։ Եվ մեր հանրությունը օգտվեց միայն արդեն ազգանունը տալիս են, լավ, պետք է ասեմ, Ջիլավյանի ստեղծած հնարավորությունից օգտվեցին եւ մարդը մահացավ չքավորության մեջ։ Դա պետք է դաս լիներ մյուս բոլոր փողատերերին, բոլոր անխտիր բոլոր փողատերերին, որ այդ մարդուն չլքեին։ Իր լավով, իր վատով, իր ստեղծածով հանդերձ նա առաջինն էր։ Գոհար կոնցեռնի հիմնադիրը, իմ տարիքակիցները հիշում են իրեն։ Գոհար կոնցեռն, ինքը սիգարետով բեմի վրա, մեր ամբողջ մտավորականները երկար ժամանակ Մոսկվայում քեֆեր էին անում, ես էլ եմ մասնակցել այդ միջոցառմանը, կամ միջոցառումներից մի քանիսին, ցավալիորեն մեր հանրությունը մոռացավ այդ մարդու մասին եւ նա մահացավ գնաց։ Հաջորդ խոշոր փողատերը, որ Հայաստանում նման անփառունակ վախճան ունեցավ, դա հերոստալիքի սեփականատեր էր, բոլորդ իրեն հիշում եք։ Նա էլ կորցրեց իր կապիտալը, գնաց։ Հաջորդը, որ կապիտալ է կորցրել Հայաստանի հետ կապված, բարերար փիլիսոփա, Արցախում 1000 հարսանիք կազմակերպած, հաջորդը, որ հիմա կապիտալ է կորցնում, Ռուբեն Վարդանյանն է, բարերար, մեծահարուստ, որ խոշորագույն ներդրումներ է կատարել եւ Հայաստանում եւ հայության համար կալանավորված։ Հաջորդը, որ նույն խնդիրներն ունեցավ, Ռոբերտ Քոչարյանն էր։ Մի կերպ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ ճողոպրել, կարողացավ իրեն պահել,
թե ինչ արժեցավ դա ոչ ոք չգիտի բացի իրենից, բայց այդպես եղավ։ Հաջորդը, որ հայտնվել է նման ծուղակում, Սամվել Կարապետյանն է։ Հիմա ինչի եմ սրանք հերթականությամբ ասել, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, որ հայկական կապիտալի դեմ իրականացվում է տերոր, եւ այդ տերորը իրականացվում է պլանավորված, ծրագրավորված, միգուցե կապիտալի տերերն իրենք այդ մասին չեն էլ պատկերացնում, ենթադրում են, որ իրենք պարզապես, օրինակ, Սամվել Կարապետյանը պատկերացնում է, որ ինքը պարզապես հայրենասիրական մղումներով հայտնվել է Էջմիածնում, կատարել է հայտարարություն եւ իրեն կալանավորում են։ Այդպես չի, հարգելիներս, այդպես չի։ Հայկական կապիտալի դեմ իրականացվում է տերոր, ինչպես որ Հայաստանի Հանրապետության դեմ է տերոր իրականացվում։ Հայախոս մասսայի միջոցով, ոչ հայախոս մասսայի, բայց այդ տերորն իրականացվում է։ Հաջորդ բարդությունից խուսափելու համար հայությունը պետք է կենտրոնանա կապիտալը պաշտպանելու։ Պետք է ձևավորվի մի կառույց, մարմին, կոմիտե, միություն, ինչ-որ մի բան։ Այս հայտարարությունն է, հայկական կապիտալը ըստ էության խլում են հայության ձեռքից։ Ոչ թե խլում են հայկական կապիտալը, որովհետև ինչ-որ չկա նման բան, խլում են հայկական կապիտալը հայության ձեռքից։ Եվ այդ կապիտալը հայտնվում է այլալեզու տարածքում, այլ ազգության վերահսկողության տակ է հայտնվում։ Ես հետևում եմ, թե ինչ քննարկումներ են գնում, ինչպես են խնդիրը ներկայացնում, Տաշիրի հետ կապված, ջեք, հեք, դրանք բոլորը հասկանալ են, հարգելիներս, նորից կրկնում եմ, որևէ մեկ միլիարդատեր չի կարող հաշվետու լինել իր առաջին միլիոնի համար։ Ինքը կարող է հաշվետու լինել հաջորդ միլիոնների համար։ Սա այդպես է միլիոն վաստակելու տրամաբանությունը։ Ես սրա մեջ տեսնում եմ տերոր, որը պլանավորված կազմակերպվում է հայկական կապիտալի դեմ։ Սովետական միության տարիներին 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած անձնավորություններ, ովքեր դուրս են եկել Հայաստանից, դարձել են միլիարդատերեր։ Եվ այդ միլիարդատերերը այսօր հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության վրա կատարել ճնշումներ, քաղաքական իշխանության վրա, տնտեսական եւ այլն, կարող են դա իրականացնել։ Ցավոք սրտի, մեր միլիարդատերերը չստեղծեցին իրենց միլիարդի ակումբը, որպեսզի կարողանային ստեղծեն մի հատ ֆոնդ եւ այդ ֆոնդով այս կրիտիկական նման տիպի իրադարձություններում կառավարելի դարձնելու համար հայտարարություն է իրականացում մեր միլիարդատերերի նկատմամբ։ Ռուբեն Վարդանյանը Բերդում նստած, Արա Աբրամյանի դեմ քրեական հետապնդում, Արտուր Ասատրյանի դեմ քրեական հետապնդում, անուններ կան, բոլորի անունները որ տամ մեծ ցուցակ կլինի։ Հիմա այստեղ հարկավոր է հետևություն անել, ինչու է այդպես տեղի ունենում եւ ովքեր են պատվիրատուները, ովքեր աշխատում են հայկական կապիտալի դեմ, ովքեր թույլ չեն տալիս, որպեսզի հայկական կապիտալը կոնսոլիդացվի եւ Հայաստանի Հանրապետությունն այս վիճակից դուրս գա։ Իշխանությունների վարած քաղաքականությունը բռնել, բաց թողնել, վճարել, դա ես հասկանում եմ։ Միացյալ Նահանգներում են միլիարդատերերին բռնում, կալանավորում, ինչ-որ բան ասում։ Դոնալդ Տրամպի դեմ հսկայական գործ են արվել։ Խնդիրն է տարածքում չի։ Խնդիրն է տարածքում, որ նրանք պաշտպանված են, մեր միլիարդատերերը պաշտպանված չեն։ Եվ պաշտպանված չեն անգիտակցաբար, նրանք մշտապես այդ փողատերերի մասին, նրանք կարծում են, որ իրենք կարող են իրենց խնդիրները լուծել, երբ որ բախվում են պետության հետ, այդպես չի, դուք պետք է համակարգ ստեղծած լինեիք, բախվելու ժամանակ բախվում են համակարգերը իրար հետ, այլ ոչ թե անձ և համակարգ, այս իրավիճակը փոփոխելը պետք, հարգելի փողատերեր,
եթե դուք լսում եք, բնականաբար դուք ինձ չեք լսում, բայց ես հասարակության հետ եմ կիսվում, հարգելի Facebook-յան ընկերներ, լսողներ, գոլեգաներ, ովքեր ու լսում եք, այս խնդիրը դրեք շրջանառության մեջ, հարկավոր է տարածել, հայկական կապիտալի դեմ, հայկական կապիտալն ունի, ընդհանրապես կապիտալը դասական ձևակերպումներ ունի, շարժական կապիտալ, անշարժ կապիտալ և հողի սեփականություն, սրանք կապիտալի հիմնական ձևերն են, բանկային կապիտալը դնում եմ մենք կողմի պահ, որը Հայաստանի Հանրապետությունը ինքը Հայաստանի Հանրապետության հողի սեփականատերն է, ինքը զիջել է Արցախը թշնամուն, սեփականության իրավունքով հայ ժողովրդին պատկանող 4161 քառակուսի կիլոմետր հայաթափվել է, ունեզրկվել են 100,000 մարդ և տարածքը տրվել է մեր թշնամուն։ Հաջորդ քայլով Հայաստանի այսօրվա իշխանություններ, ովքեր որ պարտավոր են սպասարկել մեր սեփականությունը կամ մեր սեփականության իրավունքը ներկայացնել, մի կտորել են անջատել և տվել թշնամուն, խորհրդային միությունից ժառանգություն մնացած 29800 քառակուսի կիլոմետրը այսօր իջացված է և հանրապետության վարչապետը կամ գլխավոր մենեջերը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքները տարածվում են ընդամենը 28743-ի վրա։ Վեճը այս տարածքում է, երբ որ շարժական և անշարժ կապիտալի տերերը խնդիր չէին դրել Հայաստանի Հանրապետության ղեկավարության առջև, թե ինչու եք դուք վատ սպասարկում և ինչու եք վատ կառավարում մեր հողային ռեսուրսները, ոչ թե պետությունը, խնդիր պետք է բարձրացվեր, չի բարձրացվել։ Եվ այսօր այն մարդիկ, ովքեր այդ հարցը պետք է բարձրացնեն, իրենք հայտնվել են ծուղակում։ Թող որևէ մեկը չթվա, չկարծի, թե Սամվել Կարապետյանին կոնսուլտացիա անողները իրենք բարձր լեվելի կոնսուլտացիաներ են կարողացել անել։ Եթե անեին, նա չէր հայտնվի այդ վիճակում։ Ունենք Ռուսաստանում 10 միլիարդատեր, 1 միլիարդատերը մահացել է արդեն։ Երկու միլիարդատեր կալանավորված մեջ են, այսինքն մնացած 4-ի նկատմամբ քրեական հետապնդում է։ Եթե 10 միլիարդատեր ունենք, որոնցից արդեն կեսի նկատմամբ քրեական հետապնդում կա, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ կապիտալի բռնագրավման հարց է դրած, խլել կապիտալը մարդկանց ձեռքից, այն կապիտալը, որ իրենք ստեղծել են։ Դա այսպես թե այնպես հայկական կապիտալ է, դա պետք է մնա հայերի ձեռքին, դա չի կարելի ստիպողաբար փոխանցել կամ դրանք նկատմամբ այլ ակցիաներ կատարվել։ Ուրիշ բան, որ պետությունը եթե ցանկանում է ինչ-որ խնդիրներ լուծի, գա պայմանավորել, այդպես են անում, պայմանավորվում են, որպեսզի կապիտալի տերը ինչ-ինչ ռեսուրսներ ավել հատկացնի պետությանը։ Այլ տիպի բիզնեսների հետ այլ տիպի տոր տեղի չի ունենում արևմտյան աշխարհում։ Ես ասիական աշխարհում չեմ ասում, որովհետև եթե այսօր ես եմ ղեկավարը, ես եմ ղեկավարը։ Ռուսներն ասում են, «Я начальник, ты дурак, ты начальник, я дурак»։ Այս ձևով չի կարելի կառավարել ոչ երկիրը, ոչ կապիտալը։ Հարևան Իրանից մի քիչ սովորեք, էլի։ Արա Աբրամյանի դեմ չեք քրեական հետապնդում իրականացնում։ Արտուր Ասատրյանի դեմ չեք քրեական հետապնդում իրականացնում։ Ինչ են արել դրանք։ Այդ ինչ են հակապետական արել, որ քրեական հետապնդում եք իրականացնում խոշոր կապիտալ ունեցողների դեմ։ Այստեղից է, որ մենք պրոբլեմներ ունենք։ Մնացած այդ կոնսպիրոլոգիական տարածքի խոսակցություններ, որ Սամվել Կարապետյանն եկավ, նա փորձում էր իշխանափոխություն անել, ինքը կոչեր անել, ամոթա լուրջ մարդիկ եք։ Սամվել Կարապետյանը, որպեսզի ուզենար իշխանափոխություն տեղի ունենար, ինքը ընդամենը $50 միլիոն պետք է միանավակ ներդներ եւ այդ իշխանափոխությունը կլներ Հայաստանում։ Հայաստանում իշխանափոխության գինը հայտնի է, ընկերներ ջան, հարգելիներս,
Հայաստանում իշխանափոխության ժամանակ, ընտրությունների ժամանակ ծախսում է $100 միլիոն գումար։ Ով 100 միլիոնը դրեց, Հայաստանում իշխանափոխություն կլինի։ Ընտրությունների ձևով։ Իսկ ոչ ընտրությունների ձևով Հայաստանի իշխանափոխությունը $50 միլիոն արժի, հասարակ բան է։ Ոչ թե ավել 100 միլիոնից, այլ պակաս 100 միլիոնից, որովհետև այդ 50 միլիոնը այլ խնդիրներ է նախատեսվում է այլ տիպի գործողությունների հետևանքով գալ հեղափոխության։ Այս խայտարակություններին հարկավոր է վերջ տալ։ Եվ մեր կապիտալի տերերը, ես ափսոսում եմ իրենց։ Շատ ափսոսում, որտեղ մենք այնքան լուրջ խնդիրներ ունենք։ Տեսեք Իսրայելը ինչպես է կռվում։ Նեթանյահուի դեմ միջազգային հետախուզում կա։ Նեթանյահուի դեմ 1000 ձևի կոմպրոմատներ կան, բայց ինքը որպես պետության գլուխ դուրս է եկել կռվում է։ Ես չեմ ողջունում իր գործունեությունը, դրա մասին խոսքը չի, բայց ժողովուրդը այսօր չի պայքարում Նեթանյահուի դեմ, այլ կանգնած է Նեթանյահուի կողքին, որպեսզի իրենց պետության խնդիրները լուծեն։ Այսօր պետության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանին մնացել է մի տարի, դժվար է այդքանը հասկանալը։ Դժվար է կոնսոլիդացիա արվել այլ խնդիրների, այլ տիպի մոդելներով խնդիրը լուծելու համար։ Նիկոլ Փաշինյանը որևէ բան չի կարող այլևս իրականացնել։ Կաթողիկոսի փոխելու, չփոխելու, երկիրը փոքրացնելու, մեծացնելու նա չունի որևէ գործիքակազմ դա անելու համար։ Քաղաքակիրթ աշխարհը, մեր հարևան պետությունները, ինքը Նիկոլն ասում է, իշխանափոխությունը հնարավոր է Հայաստանում ընտրությունների միջոցով։ Ինչ մի դժվար բան են ասում, հարգելի միլիարդատերեր, հարգելի Արտուր Ասատրյան ջան, հարգելի Արա Աբրահամյան ջան, հարգելի ջաներ ջան, հարգելի եղբայրներ ջան, ուզում եք իշխանափոխություն Հայաստանում։ $50 միլիոն մասին է խոսքը գնում։ Ուզում եք ընտրություններով լինի, դա էլ արժի $100 միլիոն։ Ինչ մի դժվար բան է հաշվել ասել։ Բացեք նախորդ ընտրություններում կատարված ծախսերը կամ ովքեր որ падգամավորներ են եղել, իրենք ձեզ կասեն ինչքան ծախս կա։ $100 միլիոն Հայաստանում հնարավոր է իրականացնել շատ քաղաքակիրթ, ինչպես կասեր Շմայսը, շնորհքով իշխանափոխություն։ Կամ ինչպես կասի Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդը ձայնը կտա ձեզ։ Ինչ մի դժվար բան է սա անելը։ Ես սա պարզապես չեմ հասկանում, կամ մեր միլիարդատերերը իրենք շատ վատ կոնսուլտանտներ ունեն, ովքեր նյութին չեն տիրապետում, կամ մեր միլիարդատերերի կոնսուլտանտները այդքան խելք չունեն, որպեսզի կարան նորմալ ձևով ներկայացնեն, ասեն թե ընտրություններն ինչպես է կատարվում եւ որոնք են քայլերը հերթականությունը։ Ամոթ չի Արա Աբրահամյանը հայտնվի միջազգային հետախուզման տակ։ Ես շշմած եմ, այ Արա Աբրահամյան ջան, այ ախպեր ջան, բա դու այդքան է քո ունակությունները, բա այդքան է քո շրջապատը, ավելի թափի դրանց քո շրջապատից, այս ինչա կատարվում քո հետ։ Արտուր Ասատրյան ջան, այս ինչա կատարվում քո հետ, բա դու այդքան անես ու դու չկարողանաս ինքնուրույն 2 մետր առաջ գնաս։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինչը կուզում այ ժողովրդի կապիտալ ստեղծողներից։ Որն է ձեր նպատակը։ Նպատակը բացատրեք հասկանանք, այս մարդիկ կապիտալ են ստեղծել, իրենք այդ կապիտալը անօրինական ճանապարհով են ստեղծել։ Անօրինական ճանապարհով կապիտալ ստեղծման հետ կապված օրենքը ունի դրույթներ։ Ժամկետ անց, չվճարված եւ այլն։ Կիրառեք դրանք մարդուն չեք կալանավորում։ Ինչ խնդիր կա Սամվել Կարապետյանի հետ։ Ինչ է հայտարարել։ Հայտարարել որ իշխանափոխություն եմ անում։ Եվ Հայաստանում 500,000 մարդ հայտարարել են իշխանափոխություն եք անում։ Բա ինչ եք մենակ Սամվել Կարապետյանին կալանավորում։ Դրամաբանությունը որն է, որ ինքը Ռուսաստանից է եկել դրամար եք կալանավորում։ Սա անդրամաբանական բան եք անում, ամեն մեկը որ դրսից գա Հայաստան, մի բան ասի դուք դրան բռնեք կալանավորեք, հետո ինչ կլինի։
Սեփականաշնորհման հետ կապված խնդիր եք տեսնում, դա հասկացանք տեց հետ մեծ դրանք գիտենք, բոլորս գիտենք։ Բայց Սամվել Կարապետյանի ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դուք համարում եք, որ քիչ է։ Այդպես չէ։ Ուրեմն ճիշտ գնահատեք իրադրությունը, ճիշտ խնդիրը մենեջմենտի ենթարկեք, որ հնարավոր լինի ձեր հետ էլ ինչ-որ մի բան անել, մտածել, հույս կապել։ Գնում եք հարգելի Հայաստանի Հանրապետության իշխանություն կամ ղեկավար կազմ, բայց դուք չեք մտածում, որ մի տարի հետո դուք այդ իշխանությունը կթողնեք, կգնա, կհայտնվեք նույն հիմար վիճակում։ Հիմա ձեզ կքաշքշեն, կտանեն, կբերեն, ձեզ առջև հարցեր կդնեն, թե ինչու այսպես եղավ, այնպես եղավ։ Դուք ստիպված պետք է պատասխան տաք, չէ՞ այդ հարցերին։ Ամեն ինչը կարգ ու ձև ունի, հոգնեցինք ձեզանից բոլորից հետ։ Փողատերի հետ չենք կարողանում խոսել, խնդիրները կարգավորել անհասանելի են, իշխանությունները չեն կարողանում խոսել, անհասանելի են։ Եթե հասանելի են, անհասկանալի են։ Միջանկյալ օղակները, քաղաքական ուժերը, քաղաքական թիմերն ովքեր որ կան, դուք ինչով եք զբաղվում ընդհանրապես Հայաստանում։ 100 կուսակցություն կա, 120 կուսակցություն կա, ինչով եք դուք զբաղված, ամոթա, թասիբ ունեցեք, մի հատ այդ կուսակցական ղեկավարներով հավաքվեք, միտեղ մի հատ բլոկ ստեղծեք, ասեք, որ դուք ֆիալետովի եք։ Հեն մեկը թողասի, որ ինքը կարմիր է, հեն մեկն ասի կանաչա, մի բան ասեք, որ այս ժողովուրդը 12 ամիս մնաց, իմանա, որ գույնի հետևից պետք է գնա, ինչ գույնով պետք է առաջնորդի, գոնե գույնով։ Հնարավոր չէ այս վիճակով, մեկը մտնում է Հայաստան, թե չէ պետք է կալանավորի կամ նրա նկատմամբ արտերկրում քրեական հետապնդում, հետախուզում, դոգնել ընդեղ նստած։ Լավ, այս մեթոդոլոգիան, այս ստալինյան մեթոդոլոգիան երբ պետք է ավարտվի Հայաստանում եւ ում միջոցով։ Ստեղծեք մի հատ ինստիտուտ, չգիտեք ինչպես ստեղծվի, դիմեք կստեղծենք այդ ինստիտուտը։ Վերջո, բոլորս էլ գիտենք, չէ՞, բոլոր խոսակցությունների վերջում բանակցություններ են, ինչ որ տեղի ունենա, կալանավոր են, ազատ կարծակ են, միջանկյալ պետք է բանակցություններ տեղի ունենա։ Դե եկեք այդ բանակցությունները ներազգային դաշտում իրականացնենք, որպեսզի հարց լուծվի։ Ինչքան կարելի է այսպես խոսել, ոչինչ չանել։ Ինչքան կարելի է մտածել առաջի վագոնի, կուպե վագոնի պասաժիրները չեն ուզում խոսել պլացկարտի հետ։ Էկոնոմ կլասի հետ ոչ մեկը չի ուզում խոսի, դուրս եկեք այս մեթոդոլոգիայով, տեսեք Իրանում ինչ է կատարվում։ Տեսեք սոցիալական շերտերը, խմբերը իրար հետ ինչպես են հարաբերվում։ Որոնք են պարիտետները, որոնց որ պետություն են կառուցում։ Անհնար է արդեն, չգիտենք արդեն ինչպես ուղղորդել մեր հայրենակիցներին, երիտասարդ սերնդին, միջին սերնդին, քաղաքական փորձ ունեցողները չգիտեն այլևս ինչպես այս վիճակից դուրս գան, փորձ չունեցողներն առավել եւս չգիտեն։ Խնդիրներին հարկավոր է լուծում տալ։ Հարգելիներս, ես համահայկական սենատի անունից հանդես եմ գալիս սույն հայտարարությամբ։ Մենք դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների բոլոր ոտնձգությունները հայկական կապիտալի նկատմամբ։ Հայկական կապիտալը դա չի ստեղծվել այսօրվա իշխանությունների ջանքերով կամ մասնակցությամբ։ Այդ կապիտալը ստեղծվել է 30 տարիների ընթացքում եւ այդ կապիտալը պետք է ծառայի հայ ժողովրդի իրավունքները կենսագործելուն պետական, հասարակական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, գիտական ոլորտներով, ինչով որ նրանք զբաղված են։ Մի խանգարեք, գնացեք համագործակցության կապիտալի հետ։ Դուք հայտարարել եք ժողովրդավարություն։ Ժողովրդավարությունը ինքը ենթադրում է երկխոսություն, բայց ոչ բռնություն։ Դուք եք ասել, որ ժողովրդավարությամբ հարկավոր է Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից։ Մենք ողջունում ենք այդ ժողովրդավարությունը, ձեր ասած, բայց հնարավորություն տվեք ընտրությունների ժողովրդավարության միջոցով
ձեզ ասել բարի ճանապարհ, բերել նոր սերնդին, նոր միջուկով, նոր մտածողության, նոր իրավական հիմքով մարդկանց, որպեսզի կարողանանք այս երկիրը մեր Հայաստանի Հանրապետությունը, մեր պապերի ստեղծած, իմ, ձեր, մյուսների պապերի ստեղծած երկիրը կարողանալ պահպանել, փոխանցել նոր սերնդին։ Վերջիվերջո ազգի գլխավոր գերխնդիրը պետական ինստիտուտի փոխանցումն է մյուս սերնդին, տարածքներով հանդերձ։ Ուրիշ նպատակ չկա։ Չի կարելի գլխատել հայկական կապիտալը։ Չի կարելի։ Մարդիկ 60 անց մարդիկ հետապնդման մեջ են հայտնվում։ Անհարմար է նման բան անելը, մտածել է արկավոր, ինչ խնդիր կա։ Աշխարհի բոլոր երկրներում կապիտալի վերաբաշխում է իրականացում։ Վերաբաշխման ձև կա։ Հրավիրեք, դարձրեք բաժնետիրական ընկերություն, բաժնետիրական ընկերությունը հանեք վաճառքի հայկական բորսայում, թող ժողովուրդը դառնա բաժնետեր։ Ինչն է դրա խնդրեմը, որ դուք չեք կարողանում իրականացնել։ Գիտելիքներ չունեք, դիմեք։ Մասնագետներ չկա Հայաստանի Հանրապետությունից դուրս 500,000 հայ կա, որոնք փայլուն տիրապետում են նյութին։ Միացեք, որ մենք հրավիրում ենք, իրենք չեն գալիս։ Այդպես չեն գա։ Հայաստանից հեռացած մարդը ձեր ասած պարամետրերով Հայաստան չի գալու։ Հայաստանում պետք է վերականգնվի արդարությունը։ Եթե արդարությունը իշխանությունները չեն կարողանում վերականգնել, մասնավոր հիմունքներով արդարությունը չի վերականգնվում։ Չի կարելի պատգամավորը, որ արդեն 2 տարվա պատգամավորը 8 սեփական գույք ունի արդեն Հայաստանում, չգիտես որտեղից նա ստացավ այդ գույքը։ Ախ դուք այդ դառնում եք նոր տիպի կաշառակերության գեներատոր։ Մոռացեք այս խնդիրը։ Եթե գոնե մեկ անգամ աշխատեք ժողովրդի հետ, հանուն ժողովրդի։ Չի կարելի ժողովրդին այդ աստիճանի շահագործել։ Կապիտալ ստեղծողին փորձում եք շահագործել վատագույն տարբերակով, ժողովրդին վատագույն տարբերակով, հարկատուին վատագույն տարբերակով։ Ինչքան կարելի է նույն կերպ այս ամեն ինչը անել։ Քաղաքական երկխոսության ժամանակ երկու կողմ կա, ովքեր իրար հետ ճշտում են իրենց ժամացույցները, ինչպես լուծել խնդիրները։ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ քաղաքական կողմը ցավոք սրտի չկա, ովքեր պատահական հայտնվում են իշխանության, համարում են, որ չի կարող Հայաստանում լինի երկրորդ քաղաքական կողմ։ Այն կուսակցությունները, որոնք կան, դրանք կողմ չեն, դրանք սպասարկում են։ Հարգելիներս, առանց Սփյուռքի ուղիղ մասնակցության Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չի ստեղծել երկրորդ քաղաքական կողմ։ Բացառվում է։ Անցյալ տարի մայիս ամսին Երևանում է։ Երևանից հետ եմ եկել, ասել եմ Հայաստանում 1 տարի առաջ ասել եմ հարկավոր է պատրաստվել ընտրություններին։ Ինձ այդ վիճում էին։ Հիմա հեղափոխություն կլինի, հիմա Հայաստանում հնարավոր չի հեղափոխություն անել, որովհետև հեղափոխության մեթոդոլոգիան հայտնի է, քաղաքագիտության մեջ հայտնի է ինչպես են անում հեղափոխությունները։ Հայաստանում հնարավոր չի հեղափոխություն անել, որովհետև որևէ մեկ միլիարդատեր չի ցանկանում իր կապիտալը դնի հեղափոխություն անելու համար։ Մենք փոքր ազգ ենք, մենք բոլորս իրար ճանաչում ենք։ Այդ խնդիրը շատ շուտ կբացվի։ Ուրեմն, ընտրությունների միջոցով, եթե ընտրությունների միջոցով էլի խնդիրը պետք է լուծվի նույն մեթոդոլոգիայով։ Հայաստանում կա 10 հատ քաղաք, եւ այդ ամեն քաղաքում թիմեր, որոնք աշխատելու են կամ հանուն նորի, կամ ընդդեմ նորի։ Ուրիշ տարբերակ չկա։ Ամոթա, ես մեծ ափսոսանք եմ ապրում, երբ որ տեսնում եմ, թե մեր միլիարդատերերը հետ ինչ են, փողատիրոջ հետ ինչպես են վերաբերվում։ Աշխարհի որ երկիր դու գնում ես, փողատիրոջ առաջ դուռը բաց են անում, նորմալ հարգալից վերաբերմունք, կապ չունի ինքը ինչպես այդ փողն աշխատել։ Դուռը բաց են անում։ Պետությունը եթե փողատիրոջ հետ խնդիր ունի, հրավիրում են, զրուցում են, հարցերը լուծում են ստանում։ Սամվել Կարապետյանը Բերդից դուրս կգա, չէ։
Արա Աբրամյանի նկատմամբ այդ հետախուզումը կդադարեցվի, Արտուր Ասատրյանի նկատմամբ կկանսեցվի դա, դրանք տեղի կունենան, բայց պատմության մեջ կմնա այդ խայտառակությունը, ազգային պատմության մեջ, որ 30 տարվա ընթացքում կապիտալ ստեղծողները չեն հետապնդվել խորհրդային հասարակարգի կողմից կամ այլ երկրների անվտանգության ծառայությունների կողմից, հայկական կապիտալը մշտապես գտնվել է հարվածի տակ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Դա կմնա պատմության մեջ եւ դրա տակից չեք կարող դուրս գալ։ Ինչքան է հնարավոր այս նույն սխալը կրկնել։ Հանրապետության վարչապետը խոսում է կուսակրոնությունից։ Լավ է անում, թող խոսի։ Բայց սահման կա։ Քրիստոնեական խնդիրները, վարչական լուծումները չեն ենթադրում հնա։ Մեկ անգամ խորհրդային միությունը փորձել է դա իրականացրել, տապալվել է, ցարական Ռուսաստանը տապալել է, չեն կարողացել։ Այս խնդիրը հայ առաքելական եկեղեցու խնդիրը հասկացել է մենակ իսլամը։ Մուհամեդից սկսած, Մուհամեդը, Ալին, Օմարը, Սալահադինը, այսինքն սրբազան խալիֆները ճանաչել են հայ առաքելական եկեղեցու դոմինանտությունը։ Բա ինչ մի դժվար բան է այս խնդիրները մի հատ կարդալ, չգիտեք, ասեք, տեղեկացնենք, բացատրենք։ Հայ առաքելական եկեղեցուն հանգիստ թողեք։ Իք մեծաչաղը կոլոտա նիհարը ինքը ձեր խնդիրը չի։ Դուք այլ խնդիրներ ունեք։ 1.5 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ընտրելու եւ ընտրվելու իրավունք չունի, զրկված է այդ իրավունքից եւ ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Մտածեք հաջորդ ընտրություններին, որ այդ 1.5 միլիոնը հնարավորություն ունենա մասնակցելու Հայաստանի Հանրապետության ապագա ընտրություններին։ Սրա մասին մտածեք, մեխանիզմները հայտնի են։ Թույլ տվեք գոնե դա անենք, թույլ տվեք պետությունը կոնսոլիդացնենք, ժողովրդին կոնսոլիդացնենք իրավունքի շուրջ։ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ բոլոր թիմերն, ովքեր իրենց կարծում են, որ իրենք ապագա վարչապետ են, ծալեք գնացեք, դուք ձեզ մի հատ գնացեք, ինքներդ ձեր համար մի հատ մտածեք, դուք հնարավորություն կամ բարոյական սանդղակ կարողանում եք ապովել վարչապետ դառնալու համար։ Վարչապետը Հայաստանի Հանրապետության այսօր մի պարամետր ունի, ինքը պետք է տղամարդ լինի։ Բարի ամենախոր իմաստով Նժդեհյան կերպարի տղամարդ պետք է լինի, Անդրանիկի կերպարի տղամարդ։ Ուրիշ մեծ վարչապետ պետք չի այսօր։ Վարչապետ, ով որ գիտի կանգնած խոսել, նստած խոսել, պպզած խոսել, հայերեն խոսել, անգլերեն խոսել, ռուսերեն խոսել գիտի, պատմություն գիտի, մշակույթ գիտի, պպզածի մշակույթը գիտի, կանգնածի մշակույթը գիտի, մշակույթ պետք է իմանա այդ մարդը։ Եթե հա, կստացվի, եթե չէ, լուծումներ չկան։ Չի կարելի, դուք Նիկոլի հետ միասին Արցախը տվել եք թշնամուն, հարգելի ընդդիմադիրներ եւ ոչ ընդդիմադիրներ, տվել եք։ Հիմա դուք ինչ եք վիճում Նիկոլի հետ, որն է ձեր վեճի թեման։ Սփյուռքում ապրող հայերն էլ ինպես կամ մյուսների պես մարդիկ ամեն մեկը իր գրպանից ինչ որ մի մաս վճարումներ է իրականացրել, փողն եկել ասել է Հայաստանի Հանրապետության $100 միլիոն, հայտնի չի ուր կորավ, վարչապետը, հարգելի Հայաստանի Հանրապետության վարչապետ, կառավարության նիստում որ ասես մենք չգիտենք 100 միլիոն ինչ եղավ, չգիտես, մի հատ բան կազմի, խորհուրդ կազմի, հրավիրի կանք, օգնենք այդ գումարները գտեք, չգիտես ինչպես անել, ասել եմ համահայկական սենատ կա, գանք օգնենք, շուտ տանք, ինչ խնդիր կա, գիտելիքները կա, իրավունքը կա, ամեն ինչ կա, պրոբլեմը որ մասում է, 12 հատ նամակ եմ գրել, կառավարություն, վարչապետին, ազգային ժողովին, կաթողիկոսին գրել եմ զանգերը հնչեցնելու ժամանակն է
21 թվականին 2021 այդ չի հնչեցրել զանգերը հիմա ինչ անենք դրա համար վարչապետին են գրել վարչապետը չի արել իր աշխատանքները ազգային ժողովին են գրել չի արել գրում ենք միլիարդատերերին փողատերերին չեն անում ու ամեն ինչը գալիս է հանգում է նրան որ ոչ թե մտավորականությունը չկա ոչ թե մտավորականությունը չգիտի մտավորականությունը կա տեղյակ է գիտի բայց մտավորականությունը չի կարող առանց կապիտալի մասնակցության որևէ քայլ անի 10 հատ միլիարդատերից մեկը մահացավ երկուսի նկատմամբ քրեական գործ երկուսի նկատմամբ քրեական հետապնդում բամոտ չի այսքան հարգելներս լավ եղեք կապի մեջ